Քննարկվում է դպրոցների բովանդակային կառավարումն ամբողջությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնելու հարցը, դա առանձնացնելով վարչատնտեսական կառավարումից։ Հիմա ավագ դպրոցները նախարարության ենթակայության տակ են, մյուսները մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, փոփոխությամբ նպատակ ունեն բոլոր դպրոցներում ապահովել կրթական միևնույն ստանդարտը։ Շեշտում է, ոլորտում իրականացվող բովանդակային բոլոր բարեփոխումներն այսպես թե այնպես դրան են ուղղված։ Նոր չափորոշիչներից մինչև ուսուցչի մասնագիտական զարգացման ծրագրեր ու տնօրենի ընտրության նոր կարգ ու մոտեցումներ։ Օրենսդրական նախաձեռնությունն ամփոփման փուլում է, շուտով կներկայացվի հանրային քննարկման։ Վարչատնտեսական բաղադրիչը մենք կարծում ենք, որ շատ ավելի ճիշտ է տեղերում պահել, որպեսզի արագ արձագանքումը եւ նաեւ տարբեր հրատապ խնդիրներին, որոնք կապված են շենքերի, գույքի եւ մնացած հարցերի հետ արագ արձագանքը ու վերահսկողությունը, կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ մարզերը շարունակեն իրականացնել, իհարկե համատեղ աշխատանքով, որտեղ որ կպահանջվի։ Նախարար Անդրեասյանի խոսքով իրենց պատկերացումն այն է, որ դպրոցների բովանդակությանը վերաբերող որևէ որոշում չպետք է կայացվի առանց նախարարության մասնակցության։ Կոնկրետ դետալային այս հարցին անդրադարձը ճիշտ եմ համարում գործընկերների հետ քննարկումները ամփոփելուց հետո։ Իսկ նախարարության ռեսուրսներն արդյոք կբավականացնեն, եթե ցանկացած բովանդակային հարցի վերաբերյալ դիմեն հանրապետության բոլոր 1400 դպրոցներից։ Մենք այս հարցը շատ երկար ենք քննարկել եւ հենց սա է պատճառը նաեւ, որ լուծումների հարցերում չենք շտապել, որտեղ որևէ մեկը մտադիր չի ուղղակի խնդիրներ առաջացնել։ Մեր նպատակն է եղած խնդիրներին կարգավորումներ տալ ու վստահ եմ, որ աշխատանքը ճիշտ պլանավորելու պարագայում եւ որոշակի նաեւ ռեսուրսների գնահատման պարագայում դա հնարավոր է իրականացնել։ Նախարարը չի բացառում, որ լրացուցիչ ռեսուրսի կարիք առաջանա, բայց կարծում է դա արդարացված կլինի, եթե կրթության որակի բարելավում ունենանք։ Դպրոցների ենթակայությունը վերանայելու հարցին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի վերջին նիստերից մեկում։ Առիթը Շիրակի մարզում դասասենյակներից մեկը զինված ուժերում բարձրաստիճան մի պաշտոնյայի անունով կոչելն էր։ Վարչապետը սա անընդունելի էր համարել, հիշեցնելով, որ դպրոցներում ամեն անկյուն պետք է ձևավորվի ու բովանդակություն ստանա միայն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան։ Արագ այն փոփոխությունները, որտեղ դպրոցների կառավարումը ամբողջությամբ հանձնվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը բովանդակային հատվածով, տնտեսական մասով թող մնա մարզպետարանեն, շատ արագ այդ որոշումները կայացրեք։ Եվ երբ որ մեր մարզպետները խոսում են, ասում են, բա այդ ինչքանով է ճիշտ, ինչքանով է ճիշտ, ինչքանով է ճիշտ, վերջին կաթիլը այդ բաժակի մեջ կաթեց, որը հարցը այլևս դարձնում է անքննարկելի։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, բովանդակային կառավարումը հիմա էլ ըստ էության նախարարության ձեռքում է, ու դա ճիշտ է, որովհետև չի կարող Հայաստանի նման փոքր երկրում տարբեր կրթական բովանդակություն լինի ըստ տարբեր մարզերի։ Նաև նախկինում ունեցած ձախողումներն է շեշտում։ Որովհետև մարզպետարանների կողմից դպրոցների կառավարումը արդյունավետ չի եղել, նաև այն պատճառով, որ կարողությունների զարգացում չի իրականացվել։ Սա էլ է խնդիր։ Հիմա եթե մենք գնում ենք կենտրոնացված կառավարման, իհարկե սա նախարարության համար լինելու է շատ մեծ բեռ, որովհետև մեկ նախարարությունը դժվարությամբ է կառավարելու 1400 դպրոցներ։ Խաչատրյանը կարծում է, նախարարությունը ձգտում է այն մոդելին, որ բովանդակային կառավարումը կենտրոնացնելով հանդերձ դպրոցներին տրվի որոշակի ինքնավարություն։ Ասենք, որ առարկան քանի ժամով դասավանդել, այսպիսի հարցերում, որ առարկաներին կարևորություն տալ, այսպիսի որոշակի հարցերում նոր չափորոշիչները դպրոցներին տալիս են ինքնուրույնություն։ Այս դեպքում էլ փորձագետն ընդգծում է դպրոցներին այդ ինքնավարությանը կամ այդ համակարգին լավ նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Ժիրայր Հաբեթյան, լուրեր։